Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտենյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնքահայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր հունվարի 3-ն է 2026 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ, թիվ 1 իրադարձությունը իհարկե վերաբերում է Վենեսուելային, ինչ տեղի ունեցավ, Ամերիկայի Միացյալ Նահանգները ինչ օպերացիա կատարեց, որը որոշակիորեն փոխեց աշխարհաքաղաքական իրավիճակը, այդ թվում նաև եթե փոխվում է աշխարհում, բնականաբար կփոխվի նաև մեր երկրի համար, որովհետև այդ մոտեցմանը գնահատականներ են տալու աշխարհի տարբեր երկրներից եւ դիրքավորվելու են, բաժանվելու են, ու մենք պետք է հասկանանք որտեղ ենք մենք եւ հետևանքները ինչ է լինելու։ Սկզբից առավոտվանից Վենեսուելայի արտգործնախարարությունը հայտնում է, Վենեսուելան ենթարկվել է ԱՄՆ ռազմական ագրեսիային, երկրում արտակարգ դրություն է հայտարարվել։ ԱՄՆ ռազմաօդային ուժերն են հարվածներ հասցրել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում գտնվող ռազմական օբյեկտներին։ ԱՄՆ պաշտոնյաները հաստատել են, որ Տրամփն է հրամայել հարվածներ հասցնել Վենեսուելայի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում ռազմական։ Պենտագոնի խոսնակը հաստատել է Վենեսուելայում պայթյունների մասին հաղորդագրությունները։ Վենեսուելայի պաշտպանության նախարարը զոհվել է Կարակասում գտնվող իր տան վրա ԱՄՆ-ի օդային հարվածի հետևանքով։ Տրամփի նախագահի գլխավոր խորհրդական Ջեյմս Էրթեմը հայտարարել է. «Մենք աջակցում ենք Վենեսուելայի ժողովրդին եւ նախագահ Մադուրոյին»։ Ներողություն, Թուրքիայի նախագահի գլխավոր, այսա ուզում էի ասեմ հատուկ, որ ուշադրություն դարձնենք։ Էս այն Թուրքիան է, որ Դոնալդ Տրամփը ընդամենը վերջերս գովում էր Էրդողանին, շատ լավ գնահատականներ տալու, որի լավ ընկերն է եւ այլ, շատ հարցերում վստահում են նրան, անգամ այն աշճանի, որ Իսրայելին ասում էր չափը ճանաչի Թուրքիայի հետ կապված, բայց Թուրքիան անմիջապես, եթե դու իրան այդքան գովում ես, ում որ Տրամփը գովել է, նրանց բոլորը հիմա հակադարձում են Տրամփին։ Հիմա դա էլ հասկանանք։ Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդականը Ջեյմս Էրթեմը հայտարարել է. «Մենք աջակցում ենք Վենեսուելայի ժողովրդին եւ նրա նախագահ Մադուրոյին։ Այս դաշնությունը չպետք է անպատիժ մնա»։ Սա Թուրքիայի գնահատականը։ Դոնալդ Տրամփը գրել է. ԱՄՆ հաջողությամբ իրականացրել է լայնածավալ հարված Վենեսուելայի եւ նրա նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ։ Այս գործողությունն իրականացվել է ԱՄՆ իրավապահ մարմինների հետ համատեղ։ Մադուրոն իր կնոջ հետ միասին ձերբակալվել է եւ օդային ճանապարհով դուրս է բերվել երկրից։ Ամերիկայի վերաբերմունքը։ ԱՄՆ գլխավոր դատախազ Բոնդին հայտարարել է Նիկոլաս Մադուրոյին եւ նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել Նյու Յորքի հարավային շրջանում։ Մադուրոյին մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ-ի դեմ թմրամիջոցների եւ ահաբեկչության դավադրության, կոկաինի ներմուծման, գնդացիրների եւ ավերիչ սարքերի պահպանման համար։ Իսկ հիմա տեսնենք Իրանի վերաբերմունքը։ Իրանի արտգործնախարարությունը խստորեն դատապարտում է ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի վրա կատարված ռազմական հարձակումը, որպես երկրի ազգային ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության կոպիտ խախտում, ասվում է հայտարարության մեջ։ Իսկ հիմա նայենք Եվրամիության վերաբերմունքը։ Եվրամիության արտաքին հարաբերությունների անվտանգության գծով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է. Եվրամիությունը ուշադիր հետևում է Վենեսուելայում տիրող իրավիճակին, Կալասը միջադեպը քննարկել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Եվրամիությունը բազմիցս հայտարարել է, որ պարոն Մադուրոն զուրկ է լեգիտիմությունից եւ պաշտպանել է խաղաղ անցումը։ Միջազգային իրավունքի սկզբունքները եւ ՄԱԿ-ի կանոնադրությունը պետք է հարգվեն բոլոր հանգամանքներում։ Մենք կոչ ենք անում զսպվածության, գրել է Կալասը։ ԱՄՆ-ն չի տեղեկացրել ի դեպ իր ՆԱՏՕ-ի գործընկերներին Վենեսուելայի դեմ իր ռազմական ծրագրերի մասին, բայց այնուամենայնիվ Եվրամիությունը գտնում է, որ Մադուրոն լեգիտիմ չէ, որտեղ հիշում եք Մադուրոն ընտրությունների հետ կապված, երբ որ նրան չէին ճանաչում, երկու մասի էր երկիրը բաժանված, մի մասը ընդունում էր ընդդիմության առաջնորդին որպես երկրի ղեկավար, մի մասը Մադուրոյին, բայց այդպես է չկայացավ այդ խնդիրը, այնուամենայնիվ Մադուրոն կարողացավ իշխանությունը պահպանել եւ նրան արևմուտքը համարում էր որպես դիկտատոր։ Մի զարմանալի, մի նորություն բան չի։ Իսկ հիմա նայում ենք, թե դիկտատորի հետ կապված վերաբերմունքը ինչպիսին է։
Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կտրականապես դատապարտում է Վենեսուելայի դեմ ամերիկյան ագրեսիայի ակտը։ Լուկաշենկոն հետևանքների մասին խոսել է վերջերս Ամերիկայի լրագրողների հետ հարցազրույցում։ Նա ասել է, որ սա կլինի երկրորդ Վիետնամ, եւ ամերիկացիներին դա պետք չէ, ասել է Բելարուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալիա Էյսմոնտը։ Իհարկե, դժվարանում է պատկերացնել, թե ինչի նկատի ունի երկրորդ Վիետնամ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Վիետնամը տևել է պատերազմը 55-ից 75 թվականները։ Հիմա կարող Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ Մադուրոն երկրում այնպիսի աջակցություն ունի, որ ժողովուրդը ոտքի է կանգնելու, Մադուրոյին առևանգելուց հետո, այսպես ասենք, տանում են Ամերիկա դատելու եւ նրանք 20 տարի կռվելու են Ամերիկայի դեմ։ Ինքնին չի տեսնում, որ այնտեղ որևէ մեկը դիկտատորին չի պաշտպանելու։ Իրան թվում է, որ իրան առևանգեն, կողեն ուղաթիր տանեն, ժողովուրդը բարիկադներ կազմելու ի պաշտպանություն Լուկաշենկոյի պայքարը, ինչի են իրանք այսպես խառնվել իրար, որովհետև ամեն մեկը գիտի, մի օր էլ այդ չոքելու է այդ ամեն ինչը իրանց դռանը, չէ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել է, որ Մադուրոն ձերբակալվել է ԱՄՆ-ում քրեական մեղադրանքներով դատաքննության ենթարկվելու համար։ Ռազմական գործողությունները ձեռնարկվել են ձերբակալությունն իրականացնողներին պաշտպանելու համար։ Այսինքն այդ հարվածները հասցել են նրա համար, որ այդ օպերացիան կարողանան շատ զգույշ կատարեն։ Վենեսուելայի ԱՄՆ-ի կողմից հետագա գործողություններ չեն սպասվում։ Իսկ երկրում ամեն ինչ խաղաղ է։ Լուկաշենկոն ինչ վիետնամական խագուշակում, այս խելքով է երկիր ղեկավարում 30 տարուց ավել։ Հիմա տեսնենք Ռուսաստանի արձագանքը, այսեն Ռուսաստանն է դիկտատոր Պուտինը, որին Տրամփը պաշտպանում է։ Դե հիմա եզրակացություն արա եւ իմացի ովքեր են քո բարեկամները եւ ովքեր են քո թշնամիները։ Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել այսօր առավոտյան Միացյալ Նահանգները զինված ագրեսիայի ակտ է իրականացրել Վենեսուելայի դեմ։ Սա խորապես մտահոգիչ է եւ դատապարտելի ագրեսոր Պուտինը դատապարտում է Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Սա նրա համար է, որ ագրեսոր Պուտինին Տրամփը իր տեղը ցույց չի տվել։ Այն օրինը, որ ինքը հեշտությամբ կարողացավ Վենեսուելայում իրականացնել, կարելի դիկտատոր Մադուրոյին գողանալն այդքան հեշտ էր։ Հատուկ օպերացիա անելը այդքան հեշտ էր։ Այդ նույն ձևի օպերացիայով կարող է Պուտինը եւ իր բոլոր նմանակներին մի ժամվա ընթացքում բոլորին հավաքի։ Այնպես որ սա էլ պետք է Ռուսաստանը հասկանա։ Նման գործողությունները արդարացնելու համար օգտագործվող պատրվակները անհիմն են։ Գաղափարախոսական թշնամանքը հաղթել է գործնական պրագմատիզմի եւ վստահության եւ կանխատեսելիության վրա հիմնված հարաբերությունները կառուցելու պատրաստակամությանը։ Ստեղծված իրավիճակում առաջին հերթին կարևոր է կանխել հետագա սրացումը եւ կենտրոնանալ երկխոսության միջոցով ելք գտնելու վրա։ Իդեպ այս հայտարարությունն արել են ժամանակ, երբ Վենեսուելայում այդտեղ ամեն ինչ խաղաղ էր։ Իրանք դեռ հետագա սրացում են կանխատեսում, որ կարող է տեղի ունենա, ժողովուրդը լցվի փողոց, զենքը վերցնի եւ Ամերիկայի դեմ պայքարի։ Այս դե Լուկաշենկոն ու Պուտինը իրար երբ խորհրդակցել են այս կարգի բան գրելու համար։ Ստեղծված իրավիճակում առաջին հերթին կարևոր է կանխել հետագա սրացումը, հետո տեսեք ինչն է, մենք կարծում ենք, որ բոլոր գործընկերները, ովքեր կարող են դժգոհություններ ունենալ միմյանց նկատմամբ, պետք է խնդիրների լուծումները փնտրեն երկխոսության միջոցով։ Մենք պատրաստ ենք աջակցել նրանց այդ հարցում։ Ում աջակցում Ամերիկային եւ Վենեսուելայի ժողովրդի միջև միջնորդահանդես գալու, արդեն Մադուրոն Ամերիկայի ճամփին է։ Լատինական Ամերիկան պետք է մնա խաղաղության գոտի, ինչպես այն հռչակեց իրեն 2014 թվականին, եւ Վենեսուելային պետք է երաշխավորվի իր ճակատագիրը որոշելու իրավունքը առանց որևէ ապակառուցողական, առավելևս ռազմական արտաքին միջամտության։ Մենք վերահաստատում ենք մեր համերաշխությունը Վենեսուելայի ժողովրդի հետ եւ մեր աջակցությունը բոլիվարյան ղեկավարության կուրսին, որն ուղղված է երկրի ազգային շահերին եւ ինքնիշխանության պաշտպանությանը։ Մենք աջակցում ենք Վենեսուելայի իշխանությունների եւ լատինաամերիկյան երկրների ղեկավարների հայտարարությանը, որը կոչ է անում անհապաղ գումարել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ։ Սա էլ Ռուսաստանի արձագանքը, նայեցիք Թուրքիան, Իրան, Ռուսաստան, Բելարուս։
այս 4-ն էլ դատապարտում են Ամերիկայում։ Իսկ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը արդեն նորից իր դերի մեջ մտած մի քայլ էլ առաջ է գնացել, ասել է. ԱՄՆ խաղաղության հիանալի օրինակ, անկախ երկրում դաժան ռազմական գործողություն, որը ոչ մի սպառնալիք չէր ներկայացնում Միացյալ Նահանգների համար։ Օրինական ընտրված նախագահի եւ նրա կնոջ գերեվարումը հատուկ նշանակության ուժերի կողմից։ Իհարկե այս ամենը խստորեն միջազգային իրավունքի եւ ազգային օրենսդրության սահմաններում է կոնգրեսի հաստատմամբ, այս էլ իր կարծիքով հեգնում է։ Ժողովրդավարական Եվրոպայից գրեթե լիակատար լռություն։ Ինչի լռություն, մարդիկ ասին, որ լեգիտիմ չէր Մադուրոն, եթե չես նկատել, ասենք։ Լատինական Ամերիկայում երաշխավորված սեր, ի վերջո Մոնրոյի դոկտրինը շատ տարածված է այնտեղ, մի խոսքով եւս մեկ փայլունքայլ դեպի Նոբելյան մրցանակ։ Դե Դոնալդ Տրամպը արդեն հասկացել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար տենչալ, որ Նոբելյան մրցանակ ստանա եւ առավոտից իրիկու խաղաղությունից խոսա, ավելի մեծ խայտառակություն հազիվա պատկերացնել։ Եթե երկապես նրա ջանքերը կբերեն խաղաղության, իհարկե արժանի է ինքը Նոբելյան մրցանակի, դրա մասին ընդհանրապես խոսք չկա։ Բայց այն, որ ինքը արհեստականորեն փորձում էր ասել, ես խաղաղություն բերեցի, ինչ Նոբելյան մրցանակ, Ամերիկայի ազդեցությունը փոքրացնելով աշխարհի վրա, ինչ են Նոբելյան մրցանակ ենք ուզում։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ագրեսորին ուժով պետքա պարտադրի օրինականություն, ուժով պետքա պարտադրի թույլի իրավունք, որի ժամանակ ուզում են Նոբելյան մրցանակ տան, ինչ մրցանակ ուզում է տան։ Հիմա ինչ է ասում Մեդվեդևը, Տրամպը պետք է նույնքան նախաձեռնող լիներ, որքան Վենեսուելայի հետ, բայց բոլորովին այլ վայրում։ Կիևում կոկաինի ազդեցության տակ գտնվող մարզված ուկրաինացի կենթանիները լիովին կորցրել են իրանց հանգստությունը եւ նրանք դադարել են լսել կրկեսի վարպետին։ Այսինքն ուզում ասի, որ ծեծում են ուղակի, ոչ թե հաղթում են, այդքան զոհ եք տալիս Ուկրաինայում, պարզում է այդ ուկրաինացիները, որ կռվում են կոկաինի ազդեցության տակ են, հա այդտենց գերճշգրիտ հարվածները հասցնում ձերոնց։ Բա դուք մի քիչ կոկաին էլ դուք տվեք, կարող է չունեք։ Հա, փաստորեն այմա չէինք իմացել։ Այդ հայմար, սատակամ, սպան, այդ լրիվ դրեք մի կողմ։ Մինչև կոկային օգտագործած չլի, ճշգրիտ հարված չի կարող հասցնի։ Էս էլ արդարացումն է։ Հիմա մտածում է, որ բա ինչի Ուկրաինայում նույն բանը չէի կանում, չի ասում, բա ինչի Ռուսաստանում նույն բանը չէի կանում։ Եվ նրանք դադարել են լսել կրկեսի վարպետի։ Հավանական չէ, որ Վենեսուելայի օրինակը նրանց կսթափեցնի։ Չնայած լավ կլիներ, եթե ԱՄՆ-ն հարձակվեր Բանդերստանի ռազմական բազաների վրա, իսկ ամերիկյան հատուկ նշանակության ուժերը Բանկովի փողոցում գերեվարեին թմրամոլների մի ավազակախմբի, գուցե ժամանակն է քերի սեմ։ Եվ շարունակությունը, Կարակասի գործողությունը լավագույն ապացույցն այն բանի, որ ցանկացած պետություն պետք է առավելագույնս հզորացնի իր զինված ուժերը, թույլ չտալով հարուստ անամոթներին հեշտությամբ փոխել սահմանադրական կարգը, նավթ կամ այլ ռեսուրսներ փնտրելու համար։ Դուք հասկացաք, չէ՞, հարուստ անամոթը իհարկե Ամերիկային նկատի ուներ։ Հա, եւ երկրի հուսալի պաշտպանություն ապահովելու միակ միջոցը միջուկային զինանոցն է, կեցե միջուկային զենքը, նշել է Մեդվեդևը։ Խնդրեմ, ժողովուրդ ջան, արդեն 4 տարին է Ուկրաինայում կռվում է, դեռ միջուկային շանտաժով են առաջ գնում։ Մենք միջուկային զենք ունենք, դրա համար կկանխենք մեր նկատմամբ ոտնձգությունը, բայց չի մտածում, որ դու ես մտել Ուկրաինայի տարածք 4 տարին է կռվում ես։ Քո նկատմամբ պետք է նույն բանը անի Տրամպը, ու եթե մինչև հիմա չի արել, շատ վատ է արել։ Հիմա օրինակը տեսեք, գող սիրտը դող, սա մտեք համապատասխան անցքերը, որ հասկանաք, որ հաջորդը կարող է դուք լինեք, որտեղ Մադուրոն էլ լավ պաշտպանված էր։ Իսկ հիմա տեսնենք Ուկրաինայից ինչ է հնչում, Ռուսաստանի կարծիքը լսեցինք։ Այն Ուկրաինային, որին մեղադրում է Տրամպը, այն Ուկրաինային, որին ասում է, դու պետք է զիջես, ես պետք է անես։ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան աջակցել է ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի վրա հարձակմանը եւ Մադուրոյի առևանգմանը։ Մադուրոյի ռեժիմը խախտել է Վենեսուելայի ժողովրդի անվտանգության, բարգավաճման եւ մարդկային արժանապատվության իրավունքը։ Ուկրաինան, ինչպես աշխարհի տասնյակ այլ երկրներ, չի ճանաչել Մադուրոյի լեգիտիմությունը կեղծված ընտրություններից եւ ցուցարարների դեմ բռնությունից հետո,
հետո Վենեսուելայի ժողովուրդը պետք է կարողանա ապրել նորմալ կյանքով, անվտանգության, բարգավաճման եւ մարդկային արժանապատվության պայմաններում։ Մենք կշարունակենք աջակցել նրանց նման նորմալ կյանքի, հարգանքի եւ ազատության իրավունքին։ Մենք պաշտպանում ենք հետագա զարգացումը համաձայն միջազգային իրավունքի սկզբունքների, առաջնահերթություն տալով ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին եւ Վենեսուելայի ժողովրդի շահերին, գրել է Սիբիհան։ Սա տեսակ արձագանքները, բոլոր արձագանքները չնայեք, իհարկե շատերը սպասում էին, որ ամենաառաջի արձագանքը պետքա լինի Չինաստանից, որովհետև իրանք նավթի հետ կապված ուղղակի աշխատում էին Վենեսուելայի հետ, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը այդքան միամիտ չի, որ Վենեսուելայի նկատմամբ որևէ քայլ կատարելուց հետո Չինաստանը խնդիրներ ունենա նավթի հետ կապված, որի պատճառով նա այսինքն մտածի, որ ինքը պետքա Վենեսուելային պաշտպանի, որովհետև արդեն Մադուրոն չկա, Չինաստանի Վենեսուելային պաշտպանի։ Այնպես չի, չէ, որ ինքը Վենեսուելայի ժողովրդի ինգերն էր։ Նա պարզապես աշխատում էր Մադուրոյի հետ։ Եվ կարծում եմ, որ Դոնալդ Տրամպը այդ առիթը բաց չի թողի Չինաստանին ասել, իսկ ինչով մենք վատ գործընկեր կլինենք, եթե մենք էլ կարող ենք անել այդ ամեն ինչը, պետք է լի Վենեսուելան կշարունակի ձեր նավթի մատակարարման խնդիրները, մեր վերահսկողության տակ կլինի եւ որևէ խնդրեմ չի լինի։ Առավել եւս ուրիշները սանկցիայի տակ ընկած նավերով ուրիշ գործողություններ չեն անի, արդյունքում դու շատ հանգիստ կարող ես քո առևտուրը անես։ Դրա համար զարմանալի չէր, որ Չինաստանը չէր շտապել մի անգամից արձագանքել ոնց որ մյուսները։ Իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը նշել է, որ մեկ շաբաթ առաջ խոսել է Մադուրոյի հետ եւ կոչ արել նրան կամավոր հանձնվել։ ԱՄՆ նախագահը հայտնել է, որ Մադուրոն եւ նրա կինը Վենեսուելայից ուղղաթիռով են դուրս բերվել, որից հետո նավով տեղափոխվում են Նյու Յորք։ Մենք չենք կարող, իսկ հիմա սա էլ նայեք։ Մենք չենք կարող ռիսկի դիմել թույլ տալով, որ ինչ-որ մեկը առաջադրվի նախագահ Վենեսուելայում եւ շարունակի անել նույնը։ Մենք ակտիվորեն կներգրավենք այս գործընթացում, հավելել է Տրամպը։ Իհարկե, սա խնդիր է առաջացնելու, որ եթե դիկտատորին հանել ես, թող գնան իրանք ընտրություն անեն եւ ընտրեն, ում կընտրեն, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգները վստահ, որ այդ երկիրը այն վիճակում չի, որ ինքը կարողանա ազատ ընտրություններ կատարի, բայց այնուամենայնիվ դա դիտարկվելու է որպես միջամտություն նրա ներքին գործերին եւ այդ պարագայում այս հակամարտությունը, որ տեսնում ենք բոլոր երկրների հետ կապված, Դոնալդ Տրամպը ի վերջո պետքա որոշում կայացնի, եթե ինքը կանգնում է ագրեսորներին պատժելու գծի վրա, ինչ որ միտեղ վերապահումը կարող է լինել նաև, որ Վենեսուելային բերեք մի հատ կարգի բերենք, դրանից նոր թողենք իրանք ընտրությունը կատարեն։ Եթե ոչ, այդ դեպքում մարդիկ պետք է ասեն, իսկ Պուտինը ավելի մեծ ագրեսոր ու դիկտատոր չէր, քան Մադուրոն։ Մադուրոին պատժում ես, բա Պուտինին բան չունես ասելու։ Առավել եւս Պուտինի դեմ կռվողը կռվում է, առավել եւս արևմուտքը կանգնած է Ուկրաինայի թիկունքին եւ պատրաստ է ամեն ինչով օգնել, անգամ պատրաստ է քեզանից զենք առնել տար Ուկրաինային, փողնել իրանք տան։ Էլ ինչա պետք անել դիկտատորին կարգի հրավիրելու համար։ Դրա համար անելով այս քայլը օբյեկտիվորեն պետք է լինի նաև հաջորդ քայլը, այլապես անհասկանալի կլինի այս քայլը։ Դոնալդ Տրամպը մանրամասնել է Վենեսուելայի նախագահի Նիկոլաս Մադուրոյի ձերբակալության մասին ինֆորմացիան տվել։ Նրա տունն ամրոցի պես էր, երկաթե դռներով, գաղտնի սենյակով, նա փորձել է թաքնվել այնտեղ, սակայն չի հասցրել։ Մենք պատրաստված էինք երկաթե ճեղքելու գործիքով, բայց դրա կարիքն իսկ չեղավ։ Հիմա տեսանք, ինչ տեղի ունեցավ, երբ որ Ռուսաստանը մտավ Ուկրաինա եւ այդ ագրեսիայի ժամանակ հավաքական արևմուտքը փորձեց միասնական վերաբերմունք արտահայտել։ Իհարկե հանկարծակի եկան, այնպես չէ որ իրանք գիտեին, ասեք ինչքան երկար տևեց, մինչեւ իրանք որոշեցին արտադրություն դնել, էս անել, տեխնիկա տալ։ Մի խոսքով, այդ ամբողջ ճանապարհը 4 տարի խոսել ենք անընդհատ։ Հիմա տեսեք հարցը նա է, այսօր այս հարցի հետ կապված արդեն պետք է Դոնալդ Տրամպը վերջնական որոշում կայացնի։ Իսկ այդ պարագայում, ինչով է դա նաև մեզ համար շատ կարևոր, եթե հիմա փորձեն ուժի դիրքերից ամեն մեկը մտածի, որ ես կարող եմ տարածք վերցնել, նա պետք է մտածի, որ Ամերիկան կարող է ասի չափները չանցնեք։ Այսինքն սա ոչ թե նշանակում է, թե Ամերիկան ուժի դիրքերից մտավ Մադուրոյին առևանգեց ու բերեց դատումը նույն ձևի
իրանք էլ կարող է մտածեն ուժի դիրքերից վարվեն, չէ, այլ պարզապես իրանք մտածում են, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները եթե ուժ ցույց տվեց, դուք պետք է համապատասխան թաքնվելու տեղ մանգաք։ Այն ինչի մասին որ խոսում էինք, այն ինչը որ ուղղակի երազում էինք, որ չէինք հասկանում, թե ինչ անում էս մարդը, վերջապես արեցիր, շարունակությունը չանես, մեղադրելու են այս արածի համար։ Կանես շարունակությունը, կասեն հալալա իրան, որովհետև թիվ 1 ագրեսորին պատժեց։ Ես նկատի ունեմ Պուտինին։ Իսկ քանի որ այս ընթացքը նաև զուգահեռաբար ակտիվ էր Իրանի հետ կապված, իսկ Իրանը մեր հարևանն է ու մեզ համար շատ ավելի վտանգավոր ու կարևոր է իմանալ Իրանի հետ կապվածի վերջո ինչ է տեղի ունենալու, չմոռանանք, որ ընդամենը մի քանի օր առաջ Արարատ Միրզոյանը խոսում էր Իրանի հետ, որ մեր հարաբերությունը անհամեմատ լավ է, ամեն ինչ նորմալ է եւ անգամ մենք պատրաստվում ենք ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրել։ Այսինքն մեր ուսումնասիրությունը, մեր դեսպանատունը, մեր հատուկ ծառայությունները, որոնք աշխատանք են տանում հարևան երկրում, այդ աշճանի մթնոլորտը չեն տիրապետում, որ դուք չեք հասկանում, որ Իրանում իրավիճակը այնպիսին է, որ դուք պետք է հասկանաք, որ այդ ինչ որ դուք տենց խոսում եք, դե լավ լնենք, սրա հետ էլ լավ լնենք, նրա հետ էլ լավ լնենք, նրա հետ էլ լավ լնենք, սրա հետ էլ ենք ռազմավարական դաշնակից։ Պարզապես չեք տիրապետում այդ երկրի ներսում ինչա կատարվում։ Չի եղել օր, որ Իրանի որևէ պաշտոնյայի հայտարարության մասին ես ձեզ չասեմ։ Ու ասել եմ ժողովուրդ ջան, մեր իշխանությունները այսօր են ինչի չեն արձագանքում։ Չեք հասկանում ինչա կատարվում։ Ձեր շուրջը չեք հասկանում, ձեր հարևանն է, որը այսպիսի խնդիրներ ունի Ամերիկայի ու Իսրայելի հետ, որի պարագայում եթե համաձայնության չկան, նա ամեն ինչ անելու է խոչընդոտի նաև Տրամպի ուղուն։ Իսկ խոչընդոտելու ձևերը ինքը կգտնի։ Եթե ինքը խնդրեմ ունենա Ամերիկայի հետ, ապա իր ուժը բավարար է, որ խոչընդոտներ ստեղծի Հայաստանի համար։ Դուք պետք է հասկանաք այդ խնդիրը ոնց եք պատկերացնում, ոնց եք լուծում։ Իսկ հիմա դուք տեսեք, արդեն լարումը ինչպես տեղի ունեցավ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը գրել է, եթե Իրանը կրակ բացի եւ դաժանորեն սպանի խաղաղ ցուցարարներին, ինչը ցավոք նրանց սովորական ռեժիմ է, Ամերիկայի Միացյալ Նահանգները կգա նրանց օգնության։ Մենք լիակատար զգոնության մեջ ենք եւ պատրաստ ենք գործել։ Ինչպես տեսնում եք, Վենեսուելայում այն ինչ որ կատարվեց, հիմա Իրանը պետք է հասկանա, որ դա Իրանն էլ է վերաբերվում։ Այսինքն կարա այդ խնդրեմը ըլնի, իսկ ի տարբերություն Վենեսուելային Իրանը մեր հարևանն է, որը մենք խնդիր չունենք, բայց խնդիր կունենանք, որովհետեւ մեր հարավային դարպասի հետ կապված խնդրեմ կարող է առաջանա, ել չեմ խոսում այն մասին, որ մեծ սպասելիքներ, որ կարող է այդ ճանապարհը անցնի Հայաստանի տարածքով, բայց Իրանի սահմանով։ Բայց հիմա մենք նայենք, հենց սրա հետ կապված Դոնալդ Տրամպի հայտարարության հետ կապված, նորից Ռուսաստանից պատասխան։ Ռուսաստանի արտգործնախարարության սպառազինությունների չտարածման եւ վերահսկման դեպարտամենտի տնօրենը Օլեգ Պոստնիկովը հայտարարել է. Մոսկվան արժանին է մատուցում միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով եւ ՄԱԳԱՏԵ-ի հետ համապատասխան երաշխիքների մասին համաձայնագրով ստանձնած պարտավորություններին Իրանի հավատարմությանը։ Ակնկալում ենք Թեհրանի եւ գործակալության միջև կառուցողական փոխգործակցության շարունակություն, ստուգիչ միջոցառումների աստիճանական վերահսկման նպատակով դրանք տապալվել են արևմուտքի այն ներկայացուցիչների անօրինական գործողություններով, որոնք միայն խոսքով են դիվանագիտության ջատագով, իսկ գործնականում ակտիվորեն ականապատում են կարգավորման գործընթացը, գիտակցաբար խոչընդոտելով բանակցություններին, ասել է Պոստնիկովը, ահա էլ գնահատական Դոնալդ Տրամպի հայտարարությանը։ Իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի այցի ժամանակ հայտարարել է, որ կաջակցի Իրանին հասցվող նոր հարվածներին, եթե վերջինս փորձի շարունակել հրթիռային եւ միջուկային ծրագրի մշակումը։ Սա դեռ միջուկային ծրագրի մասին է խոսքը, բայց այդ անկայունության մասին, այդ բողոքի ցույցերի հետ կապված, թեկուզ տնտեսական, սոցիալական խնդիրներով էր այդ բողոքը, բայց Ամերիկան արդեն ասեց օգնելու ենք ժողովրդին եւ միջամտելու ենք այդ process-ին։ Սա արդեն միջուկային խնդրից մի քիչ ավելին է։ Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայել Բաղային խստորեն քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպի վերջին հայտարարությունները, դրանք անվանելով միջամտություն երկրի ներքին գործերին։ Բաղային ընդգծել է, որ իրանցի ժողովուրդն ի վիճակի է ինքնուրույն լուծել իր ներքին խնդիրները
երկխոսության ու փոխգործակցության միջոցով եւ դրսի օգնության կարիք չունի։ Իրանցիները թույլ չեն տա դա որևէ օտարերկրյա միջամտություն իրենց խնդիրների լուծման գործընթացին։ Բաղային կոչ է արել քննադատաբար նայել Վաշինգտոնի բազմամյա գործունեությանը, որը հաճախ իր քայլերն արդարացնում է իրանցի ժողովրդին փրկելով։ Իրանի վրա հարձակման այսօրվա սպառնալիքները, որոնք քողարկվում են իրանցիների նկատմամբ կարեկցանքով, միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների աղաղակող խախտում է։ Թեհրանը նման հռետորաբանությունը դիտարկում է որպես թշնամական քաղաքականության շարունակություն, որն ուղղված է տարածաշրջանի ապակայունացմանը, այլ ոչ թե բնակչությանն իրական աջակցություն ցուցաբերելուն։ Մենք տեսնում եք այս մթնոլորտը, ինչքան հիշում եմ, մենք բալանսավորված քաղաքականություն էլ էինք, չէ՞ վարում Ամերիկայի եւ Իրանի միջև։ Իրանի գերագույն առաջնորդը ավագ խորհրդական կոնտրադմիրալ Ալի Շամխանին գրել է. դե կոնտրադմիրալը համարժեք է գեներալ մայորին, այսպես ասենք, բրիգադի գեներալի, էլի։ Իրանի ժողովուրդը լավ ծանոթ է փրկության ամերիկյան փորձին Իրաքից եւ Աֆղանստանից մինչեւ Գազա։ Ցանկացած միջամտություն, որը կեղծ պատրվակով ոտնձգություն կլինի Իրանի անվտանգության դեմ, կբախվի ջախջախիչ պատասխանի։ Իրանի ազգային անվտանգությունը կարմիր գիծ է, այլ ոչ թե արկածախնդիր թվիթների թեմա, գրել է գեներալ Շամխանին։ Տեսակ, էս էլ արձագանքը։ Հիմա Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Արի Լարիջանին գրել է. հիմա կարծում եք պրոբլեմ չկա ու հերթով բոլոր պաշտոնյաները սան արձագանքում։ Ես ինչ եմ բոլոր պաշտոնյաները արձագանքը ասում, որ պատկերացնենք այն մթնոլորտը, թե ինչ լարված իրավիճակ է առաջացել Տրամպի հայտարարությունից հետո։ Լարիջանին գրել է. պարզ դարձավ ինչ է կատարում կուլիսների հետևում։ Թրամփը պետք է իմանա, որ ներքին խնդրին միջամտելը հավասարազոր է ամբողջ տարածաշրջանի ապակայունացմանը եւ Վաշինգտոնի շահերի խաթարմանը։ Լարիջանին ԱՄՆ առաջնորդին արկածախնդրության մեջ է մեղադրել, հավելելով, որ Իրանի իշխանությունները տարբերում են բողոքող առևտրականների ու պառակտիչների գործողությունները։ Այսինքն իրանք նաև ուզում են ասեն, որ մենք տեսնում ենք, որ կոնկրետ սրում են, սոցիալական խնդիրները սրում են, դրսից աջակցում են, որպեսզի ներսում պայթուն լինի։ Իհարկե նաև բախումների ժամանակ զոհեր ա եղել Իրանի պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարար բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեին հայտարարել է. մեր հրթիռային կարողությունները չեն կարող ոչնչացնել ոչ ռումբերով, ոչ բանակցություններով։ Մեր ռազմական հզորությունն այսօր շատ ավելի մեծ է, քան 12 օրյա պատերազմի ժամանակ, եւ եթե մեր երկրի դեմ ուղղված որևէ սպառնալիք լինի, մենք դրան կարձագանքենք վճռական եւ առանց վարանելու, ասել է Նասիրզադեն։ Հիմա դուք տեսնում եք, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփի հայտարարությունը, որով նա նախազգուշացրել էր Իրանի իշխանություններին խաղաղ ցուցարարներին չկոտորելու համար եւ հայտարարել, որ Վաշինգտոնը կգա նրանց օգնության։ Արաղչին նշել է, որ Իրանի ներքին գործերին ցանկացած միջամտություն կար համարի։ ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ամիր Սաիդ Իրավանին կոչ է արել անվտանգության խորհրդին դատապարտել Թրամփի հայտարարությունները եւ ընդգծել, որ ԱՄՆ-ն պատասխանատու կլինի հնարավոր հետևանքների մասին։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի խոսքով ԱՄՆ-ը եւ իսրայելական ռեժիմը անամոթաբար կատարում են ցեղասպանություն ողջ աշխարհում եւ միաժամանակ խոսում են մարդու իրավունքների եւ միջազգային իրավունքի մասին, սակայն համախմբված ազգը չի զիջի ԱՄՆ-ին եւ Իսրայելին։ Իհարկե պետք է ուշադրություն դարձնել, որ անմիջապես մարդիկ տեսան նաեւ Ամերիկայի հետ, երբ որ դժգոհողների մեջ նաեւ կային կրոնապետության դեմ բողոքողները, խոսում էին Ռեզա Փեխլևի անունն էին տալիս, որը որ ապրում է ԱՄՆ-ում, այդ մասին մենք վերջի մեր հանդիպման ժամանակ խոսեցինք, որ խնդիրը սա է։ Շահի կառավարման ժամանակ մարդիկ շատ մեծ դժգոհություն են ունեցել։ Այս սերունդը իհարկե չի հիշում դա։ Այս սերունդը կարող է չի հիշում, բայց նրա ծնողները հիշում են, թե ինչքան դժգոհություններ կար շահի կառավարման ժամանակ։ Այլապես այդպիսի պարարտ հող չէր լինի, որպեսզի իսլամական հեղափոխություն անեին։ Բայց եթե այս սերունդն էլ չի հիշում, թե ինչ արել շահը ժողովրդի դեմ, այս սերունդի համար նաև անծանոթ է Ռեզա Փեխլևին, Շեհզադե, այսինքն նշանակում է այդ երկու խնդիրը կա։ Եթե դու ներկայանում ես որպես
կոնկրետ միապետությունը վերականգնող, ասում են, բա միապետությունը հիշում ես ինչ բերեց ժողովրդի գլխին։ Եթե մտածում ես, որ լավ դու բարեկիրթ մարդ ես, ապրում ես Ամերիկայում, շատ լավ կրթություն ես ստացել եւ այլ, մարդիկ ուղղակի քեզ չեն ճանաչում։ Տեսականորեն այսպես ասենք, եթե տենց լներ, որ ասենք Ամերիկայի Միացյալ Նահանգները Իրանում, ես պաշտոնյա չեմ, ես հանգիստ կարող եմ դա ասել, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները կարողանար Իրանում այնպիսի իրավիճակ փոխել, որ լիներ արևմտամետ, ամերիկամետ քաղաքականություն, միայն ուրախ կլինեինք, ընդհանրապես չէինք անհանգստանա, որ կարող է խնդրեմ լինի։ Իշխանությունը իհարկե պարտավոր է հարգի են իր հարևան իշխանությունը, ով ուզում է լինի։ Իհարկե պահպանելով չեզոքություն, այնպես համակրանքների ու հակակրանքների մեջ չընկնի, որ հետո խնդրեմ ունենա։ Բայց ուզում եմ ասեմ, հա, մեզ համար իդեալական կլներ, որ կրոնապետություն չլներ, աշխարհիկ պետություն լներ ու նաև արևմուտքի հետ մոտ։ Բայց դա մենք չենք որոշում, բայց որքանով է բարենպաստ, որ այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգները կարողանա դա անի, դա պետք է մենք մտածենք, որովհետև հիշենք, որ դեռ այս Ռեզա Փեխլևիի պապը Ռեզա խանը, որը որ դարձավ շահ, ինքը այդ ժամանակ ինչ էր անում, նրան եթե չօգնեին անգամ բրիտանացիները, ինքը չէր կարողանա դա անել, բայց ինքը չէր ցանկանում բրիտանացիների դրածո մնալ, ինքը մինչև գեներալի կոչման հասավ, կազակի տենց նաև այդ զորքում էր ինքը ծառայում, հասավ դրան, բայց հասկացավ, որ Գերմանիայի աջակցությամբ կարողանա ուղղակի բրիտանական կախվածությունից պոկվի ու գնաց այդ քայլին, մարդը այդպես էր հաշվել, որ Բրիտանիայից պոկվելու համար Գերմանիայի հետ լավ լինի։ Դա էլ իր որոշումն էր, բայց եկավ մի պահ, որ ինքը չէր կանխատեսում, որ Գերմանիան կհարձակվի խորհրդային միության վրա, բայց երբ որ Գերմանիան հարձակվեց խորհրդային միության վրա, խորհրդային միությունից եւ Բրիտանիայից Իրանին զգուշացրեցին, ասացին մենք ցանկանում ենք քո մոտ զորք տեղակայել, որպեսզի կարողանանք անվտանգության խնդիր ապահովենք, իսկ Իրանը հրաժարվեց։ Դե քանի որ ինքը Ամերիկայի ներողություն Գերմանիայի բարեկամներ այնպես չէ որ Գերմանիայի եսի միշտերով օգնում էր, բայց ուղղակի Գերմանիայի ազդեցությունը օգնեց Բրիտանիայից ազատվելու համար ազդեցությունից։ Հիմա իրան պահանջեցին, որպեսզի ինքը զորք տեղակայի, նրանք ասին ոչ, ասցին ոչ, նրանք էլ մտան, խորհրդային միությունը վերցրեց հյուսիսային մասը Իրանի, օկուպացրեց, հարավային մասն էլ մտավ Մեծ Բրիտանիան օկուպացրեց։ Եվ այդ ժամանակ պահանջ դրեցին, որ Ռեզա խանը հրաժարվի։ Ռեզա խանը հրաժարվեց, որից հետո Շահինշահ դարձավ Մոհամմեդ Ռեզա Փեխլևին, նրա տղան։ Բայց քանի որ Շահինշահ Մոհամմեդ Ռեզա Փեխլևին համաձայն էր համագործակցել Բրիտանիայի եւ Խորհրդային Միության հետ, այդ ժամանակ հանգիստ հնարավորություն տվեցին, որ իր հայրը երկրից դուրս գա բրիտանական նավով, ռազմանավով գնաց Մավրիկիա, հետո գնաց Հարավաֆրիկյան Հանրապետություն, այդտեղ էլ մահացավ։ Հա, բայց առաջի քայլը համաձայնվեց զորքերի տեղակայմանը, որևէ խնդիր չէր արդեն Ռեզա Փեխլևի, Մոհամմեդ Ռեզա Փեխլևին, եւ կարճ ժամանակ հետո ինքը նաեւ պայմանագիր ստորագրեց գործընկերության եւ Գերմանիայի եւ Խորհրդային Միության հետ 43 թվականին, երբ որ արդեն ակնհայտ էր, որ Գերմանիան պարտվելու է, արդեն ինքը դարձավ հակահիտլերյան կոալիցիայի անդամ եւ պատերազմ հայտարարեց Գերմանիայի։ Իդեպ դա իրան օգնեց, որպես հակահիտլերյան կոալիցիայի անդամ, որ Խորհրդային Միությունը պարտավորվեր 6 ամիս հետո պատերազմից հետո զորքը հաներ։ Իհարկե չփորձեց ինքը հանել, ցանկանում էր ձգել, բայց Իրանն ասեց, բայց գործընկեր եմ Հիտլերի դեմ պայքարող Այսինչ բանա վերջը 46 թվականի Խորհրդային Միությունը հանեց։ Իդեպ շատերը կհիշեն Թեհրան 43 հանդիպումը նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1-ը ոնց կարող էր Թեհրանում անցնել, եթե Իրանը լիներ Գերմանիայի դաշնակիցը, բայց դա պարզ է, որ հասկանալի է, որ Իրանի դաշնակից չէր, արդեն դա Խորհրդային Միության օկուպացված զոնան էր։ Իհարկե Ամերիկան օգնեց նաև Շահինշահ Մոհամմեդ Ռեզա Փեխլավին այն առումով, որ երբ որ այնտեղ Մասադիկը դառավ վարչապետ, ցանկանում էր նավթային ընկերությունները ազգայնացրել եւ նրան Միացյալ Նահանգները գահանկեց արեց, այդ հարցում Շահին օգնեց, որից հետո բնական է արդեն Շահը ուղիղ աշխատում էր Միացյալ Նահանգների հետ։ Այո, տապալվեց, կարգերը փոխվեցին, նա երկրից գնաց,
Ամերիկայի Միացյալ Նահանգներ, հետո հիվանդ էր, լիմֆոմա ուներ, քաղցկեղ ուներ, որից հետո մտան դեսպանատուն նոյեմբերի 4-ին պահանջեցին իրան հերրակա դատապարտել էին մահվան տվեք իրան սպանենք այնա մեռած մարդ էր հետ եկավ դե տեսավ ձև չկա եկավ Եգիպտոսում ինքը մահացավ 1980 թվականին հիմա այս վիճակում Ռեզա Փահլավին այսպես ասած մեկ ռուսական ձևով եմ ասում շատ բաներ հենց էս կարդում հա ինքը հարավային Կալիֆոռնիայի կրթություն ա ստացել ռազմաօդային ուժերում ինքը մարզվել ա բավական լավ կրթություն ա ստացել բայց այնուամենայնիվ ինքը աշխարհիկ կյանքի կողմնակից է բայց այսօր արդյոք բարենպաստ է որ Ամերիկան դրսից կարողանա այդ միջամտությունը անի այդ պետք է ուղղակի հաշվի առնեն այդ հանգամանքը իհարկե ժողովուրդը այնքան շահից զզվեց որ կրոնապետությունը ընտրեց բայց հիմա էլ կրոնապետությունից ընենցա զզվել ասում ով ուզում ալնի մենակ սրանցից պրծնենք բայց արդյոք իրանք բավարար ուժ կունենան թե ոչ համենայն դեպս գերագնահատել Ռեզա Փահլավի հնարավորությունները ես չէի անի որովհետև ինքը շատ է կտրված թեպետ դրսից մշտապես միջամտել է կարծիք հայտնել է չնայած իր գործունեությունը արգելված է Իրանի տարածքում այնպես որ մենք ուշադիր կհետևենք այդ ամեն ինչին որովհետև դա մեզ համար շատ կարևոր է թե ի վերջո ինչա տեղի ունենալու Ամերիկայի Միացյալ Նահանգները երբ որ ասում է Վենեսուելայում թույլ չենք տա որ հանկարծինա նորից մի հատ էլ Մադուրո լինի վաղը մյուս օրը կարող է կանգնի ասի թույլ չենք տա որ Իրանում էլ այս վիճակն է բայց պետք է նաև հաշվի առնել որ Իրանի դժգոհությունը նաև Ամերիկայի ագրեսիվ միջամտությունից հետո է տեղի ունեցել դա էլ պետք է հաշվի առնել Հիմա նաև նայենք մեկ ուրիշ տակ կետնել ինչքան որ հասցնեմ ասեմ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են դեկտեմբերի 29-ի գիշերը որ Նովգորոդի մարզի օդային տարածքում խոցված ուկրաինական անօդաչու թռչող սարքերից մեկի թռիչքային առաջադրանքի վերծանումը ցույց է տվել որ հարձակման վերջնանպատակը Ռուսաստանի նախագահ Պուտինի նստավայրի օբյեկտներից մեկն էր Ռուսաստանի Դաշնությունից Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ստացված նյութերը սահմանված խողովակով կփոխանցվեն Ամերիկային։ Իհարկե շատ ծիծաղելի է սա, որովհետև արդեն աշխարհը գիտի, որ այդ բլեֆը չանցավ, բայց հիմա Ռուսաստանը այնուամենայնիվ շարունակում է դա Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին գրել է, որ նոր տարում Ռուսաստանը նպատակաուղղված շարունակում է պատերազմը, հարվածներ է հասցրել եւ այլ առիթներ օգտագործելով, որ տեսեք, Ուկրաինան ուզում էր վերացնել Պուտինին, դրա համար մենք հակահարված ենք տալի։ Այսինքն այս օրերը նույն ձևի լարված անցել է, բայց ԱՄՆ կենտրոնական հետախուզական գործակալությունը եւ ազգային անվտանգության գործակալությունը եզրակացրել են, որ Ուկրաինան չի փորձել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա կենտրոնական հետախուզական գործակալության տնօրենը Դոնալդ Տրամփին տեղեկացրել է գնահատման մասին Ուկրաինան փորձել է հարձակվել ռազմական թիրախի վրա, որը ինչպես Պուտինի նստավայրը գտնվում է Նովգորոդի մարզում, բայց ոչ թե դրա մոտակայքում։ Սա նաև նրա համար է, որ Դոնալդ Տրամփը երբ որ էմոցիոնալ արձագանքեց Պուտինին եւ միանգամից հավատաց նրան, հիմա պետք է հասկանա, որ Պուտինը ոնց իրան խայտարակալեց ամբողջ աշխարհի առաջ։ Ամբողջ աշխարհը քո ինֆորմացիայից է օգտվում, թե ինչ է կատարվում, դու Պուտինին լսելով ես իմանում դա տեղի ունեցել թե չէ, քո հիմա հետախուզական ծառայությունը դրել է սեղանիդ, որ Պուտինը խաբում է քեզ, ում տեղն է քեզ դնում, որ մտածում է, որ քեզ կարող, այսինքն ինքը չի ցանկանում խաղաղության, որի մասին խոսել ենք, ինքը ցանկանում է դակցել Ուկրաինայի վրա։ Եվ հիմա ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը հակառակվել է իրադարձությունների վերաբերյալ Ռուսաստանի տարբերակին հրապարակելով New York Post-ի հոդվածը, որտեղ պնդում էր, որ Մոսկվան օգտագործում է ենթադրյալ անօդաչու թռչող սարքերի հարձակումը բանակցությունները խափանելու համար։ Հոդվածի վերնագիրն է Պուտինի բողոքը հարձակման վերաբերյալ ցույց է տալիս, որ հենց Ռուսաստանն է կտրում խաղաղության ճանապարհը։ Տրամփի այս գրառումը խախտում է նախորդ հայտարարությունները, որոնցում ԱՄՆ նախագահը Պուտինին վերագրում էր խաղաղության պատրաստակամություն եւ քայլ դեպի Կիևի դիրքորոշումը։ Տրամփի համբերությունը Մոսկվայի նկատմամբ կարծես սպառվում է, հաղորդում է Bild-ը։ Եվ հիմա մենք տեսնում ենք, որ այս պարագայում, այո, արդեն Դոնալդ Տրամփը պետք է իր վերաբերմունքը արտահայտի նաև Ռուսաստանի նկատմամբ, որ այդ մարդիկ խաղաղություն չեն ուզում, բայց ամենավատը, որ փորձում են իրան խաբել, ամենավատը խայտառակ աշճան Ամերիկայի նախագահային ասեն, բա գիտես ինչ ա եղել,
գիտենք ինչ ա եղել, բայց մինչև Պուտինը դա ասել էր, մինչև Ամերիկայի հետախուզությունը պարզել էր, քանի անգամ ենք այդ թեմային անդրադարձել, որ Պուտինը պարզ ստախոսություն անում, որը շատ հեշտ պարզել է հնարավոր։ Եվ դրա համար այս իրավիճակը մենք պետք է նաև պատկերացնենք, աշխարհում հիմա ինչքան է թեժացել, եւ դա նշանակում է նոր աշխարհակարգի հետ կապված ինչ անելիքներ այս պահին կա։ Իսկ ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ումերովը Ուկրաինայի հայտարարել է, եվրոպական երկրների եւ ՆԱՏՕ-ի ազգային անվտանգության խորհրդականները ժամանել են Կիև։ Պատվիրակության կազմում են Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի, Լատվիայի, Էստոնիայի, Լիտվայի, Լեհաստանի, Ֆինլանդիայի, Կանադայի, Նիդերլանդների, Շվեդիայի, Նորվեգիայի, Դանիայի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի, Եվրոպական խորհրդի եւ Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչները։ Այ ինտենսիվ իրան քննարկում են այդ քայլերը, որոնք որ պետքա տեղի ունենան, որպեսզի կարողանան Ուկրաինայի անվտանգության հարցերը լուծեն։ Իսկ ԱՄՆ պետք քարտուղարությունը արդեն այդ ամեն ինչից հետո ինչ կատարվեց Ռուսաստանի հետ, այդ բանակցությունները ձախողել Ռուսաստանի տարբերակը, արդեն իրանք հայտարարել են, որ վերականգնել են Ռուսաստանի վերաբերյալ չճանապարհորդել մակարդակի զգուշացում, նշելով, որ ահաբեկչության ապօրինի կալանքների եւ օրենքների կամայական կիրառման բարձր ռիսկի է, զգուշացումը հրապարակվել է այն պայմաններում, երբ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև պատերազմը շարունակվում է եւ ըստ Վաշինգտոնի լարվածությունը սրվում է։ Պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ ԱՄՆ իշխանությունների հնարավորությունները սահմանափակ են, օգնելու Ռուսաստանում գտնվող ամերիկացիներին եւ այլ, այսինքն հեռու մնացեք Ռուսաստանի տարածքից, հատկապես սահմանամերձ գոտիներից։ Հիմա դուք տեսնում եք ինչ աշճանյա վիճակը սրված, բայց մտածում ենք, լավ, այս ամբողջ աշխարհը արձագանքեց, բոլորը կարդացին, բոլորը կարծիք ու գնահատական տվեցին։ Հայաստանից մի հատ ծպտուն դուրս եկավ, չէ, Հայաստանից նետ չի, որ Հայաստանից չեն խոսել, ինչ է, Հայաստանից նյութը ինչ էր, մի վարքյան էսա ասեմ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, ձյունը Դունայիր անverջ իջնում է, եւ մի հատ տեսասկավառակ ձեռը դրած, DJ Նիկոլը ցույց էր տալիս, թե ինքը ոնց է լսում երաժշտությունը, ոնց է վայելում երաժշտությունը, ժողովուրդ, այս ամեն ինչը որ խոսեցինք, հեչ բացարձակապես Հայաստանի իշխանություններին չէր վերաբերվում։ Երեք ինչ էր, տուր օպերատոր էր աշխատում, այսօր DJ-ը աշխատում, լավ էս ամբողջը որ կատարվեց, հիմա հայ հասարակությունը լսեց, ասма մեր մոլորակի հետ բան է կատարվում, ումից իմանանք, հիմա ինչ սպասենք, այս DJ-ից, սա է ցավալին ժողովուրդ ջան, որ տեսեք ինչքան խնդիրներ կան մեր առաջ ծառացած, որ պետք է հասկանանք, թե ի վերջո ինչ անենք, որովհետև այս թյուրիմացությունները երկիր են ղեկավարում աշխարհի այս իրավիճակի պարագայում։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։